Պետական եկամուտների կոմիտեն կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին իրենց դիմումի համաձայն տրամադրում է օրինապահության հավաստագիր։ Իսկ դա նշանակում է, որ այդ տնտեսվարողները հնարավորություն ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացված եւ բարձրացված ընթացակարգերից։ Քանի որ նրանք արդեն լինում են օրինապահ, պահպանում են օրենսդրության պահանջները, սկսում են վայելել մաքսային մարմինների լիարժեք վստահությունը։ Այս պայմաններում սկսում է թուլանալ նրանց նկատմամբ մաքսային հսկողությունը, մաքսային ձևակերպումների ընդհանուր ընթացակարգում նրանց նկատմամբ սկսում են կիրառվել որոշակի պարզեցումներ։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի ներդրման հիմնական նպատակը բարեխիղճ ու օրինապահ տնտեսվարողների խրախուսելն է։ Օրինապահության հավաստագիր ստացած տնտեսվարողը դառնում է ավելի քիչ ռիսկային, թեթևանում է վարչարարական բեռը, ավելի քիչ ֆինանսներ եւ ավելի քիչ ռեսուրսներ է ծախսում մաքսազերծման գործընթացում։ Նաեւ բեռի զննման գործընթացը իրականացվում է ավելի արագ եւ քանի որ նրանք դիտարկվում են ավելի ցածր ռիսկային, ինչ որ ժամանակահատվածում նաեւ ավտոմատ բաց թողում է տեղի ունենում։ Բիզնեսին օրինապահության հավաստագիրը տրամադրվում է կառավարության որոշմամբ հաստատված։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի ստացման կարգը եւ չափանիշները համաժամանակյա բավարարման դեպքում միայն։ Տնտեսվարողը, որ հավակնում է դառնալ օրինապահության հավաստագիր ստացող անձ, պետք է գործունեություն իրականացնի հարկման ընդհանուր դաշտում, պետք է ունենա հարկային եւ մաքսային մարմիններում ժամկետանց պարտավորություններ, քրեական եւ վարչական վարույթներ եւ մի շարք այլ չափանիշներ։ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող միջազգային ընկերությունն առաջիններից մեկն է, որ դիմել եւ ստացել է օրինապահության հավաստագիր, օգտվել օրինապահության համար սահմանված արտոնություններից, խնայել ժամանակ ու ռեսուրս եւ ոչ միայն։ Օրինապահության հավաստագրի ստացումը մեզ համար կարևոր ձեռքբերում է։ Այն հաստատում է մեր թափանցիկ, պատասխանատու եւ հուսալի գործունեությունը։ Հավաստագրի շնորհիվ մենք կարողանում ենք արագացնել մաքսային ձևակերպումները, նվազեցնել սահմանային անցակետերում սպասման ժամանակը եւ օգտվել պարզեցված մաքսային ընթացակարգերից։ Եվ այս ամենը մեզ օգնում է առավել արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը եւ ապահովել անհրաժեշտ սարքավորումների ու ապրանքների ժամանակին մատակարարումը։ Արտաքին տնտեսական գործունեության օրինապահության հիմքում նախ եւ առաջ կամավորության սկզբունքն է։ Կարևոր է թույլ չտալ միտումնավոր սխալներ եւ ինքնուրույն շտկել բացթողումները։ Կամավոր օրինապահությունը ենթադրում է, որ եթե նույնիսկ դու ինքդ գտել ես սխալ, դու ինքդ կամավոր գալիս ես, ներկայանում ես եւ սկսում ես ուղղել քո սխալը, որի շնորհիվ դու չես տուգանվում։ Ամբողջ հիմքը սրանում է, որ օրինապահ լինելը, եթե դա կամավոր է, բավականին հեշտ է։ Իսկ լինել օրինապահ նշանակում է բացառել ստվերը եւ ապահովել ապրանքների օրինական ու թափանցիկ տեղաշարժը մաքսային սահմանով, ինչը կարևոր նախապայման է երկրի տնտեսական անվտանգության ամրապնդման եւ տնտեսության կայուն զարգացման համար։ Օրինապահությունը բացի նրանից, որ տալիս է մի շարք արտոնություններ, տալիս է մի շարք պարզեցումներից օգտվելու հնարավորություն, տանում է նրան, որ տնտեսվարողների մոտ սկսում է իսպառ բացակայել ստվերը։ Օրինապահ դաշտում աշխատելու պայմաններում նրանք արդեն ստվերից պետքա դուրս գան, բոլորովին աշխատեն, ուրեմն թափանցիկ, տեսանելի։ Օրինապահ տնտեսվարողների նկատմամբ բարձրացված ընթացակարգերի կիրառումը միաժամանակ մաքսային մարմիններին հնարավորություն է տալիս ռեսուրսները առավել նպատակային կենտրոնացնել բարձր ռիսկային բեռների վերահսկողության վրա, բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։